Մանկությունից ի վեր մենք բոլորս հավատում ենք բարությանը։ Բոլոր հեքիաթները, եպոսները, տարբեր պատմվածքների եղբայրն որոշակի ձևով կարելի ասել, որ ուղղված են հենց դրան, որպեսզի շատանա հավատը մեր մեջ առ բարություն եւ որպեսզի մենք բոլորս հավատանք, որ ի վերջո հաղթելու է բարությունը։ Սակայն մարդկանց շրջապատում է ճարիքը։ Մարդիկ տեսնում են ճարիքը իրենց շուրջ, հայտնաբերում են հաճախ ճարիքը իրենց սրտերում եւ բացի այդ ամենից ճարիքը ոչ միայն ցավոք սրտի այսօր վարակ է արդեն, այլ նաեւ քարոզվում է տարբեր մակարդակներում։ Եվ հասկանալով այդ ամենը, իրականում ցավոք սրտի դժվար չէ հանձնվել, հուսահատվել եւ ինչ-որ առումով անգամ կոտրվել։ Նրանց համար, ովքեր պահում են սրտում մաքուր հավատը, ճարիքը փորձություն չէ անգամ եւ գայթակղություն էլ չէ։ Նրանց համար հավատը ավելի թույլ է, շատ ավելի դժվար է հաղթահարել փորձությունները։ Էլուր նրանց համար, ովքեր թույլ են եւ հավատի մեջ, եւ կամքի, եւ սրտի, եւ մտքի, իրենց բոլորին վարակը հեշտությամբ զավթում է, պատում եւ այլևս բոլոր մարդիկ սկսում են հանձնվել, գլորվել դեպի անդունդը եւ հուսահատվել։ Բայց օգնությանը մեզ մշտապես գալիս են տարբեր արտահայտություններ հին ժամանակներից եւ մեր ժամանակներից, տարբեր ժողովուրդներից, տարբեր կրոններից, օգնելով մեզ գտնել հիմնականը եւ վերագտնել նորից զորություն, որպեսզի լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Մոծակն ավելի կարճ է ապրում, քան փիղը, քանի որ արնախումները երկարատև չեն։ Սանայի Գազնևի Աֆղանստանում ծնված պարսիկ նշանավոր էզոթերիկ բանաստեղծ սուֆի։ Հանդիսանում է սուֆիական, այսինքն իսլամի հետ կապված կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունքի գրականության կարկառուն դեմքերից մեկը։ Իր երկերի ժողովածուն բաղկացած է ավելին, քան 30,000 տողերից։ Այս հիանալի արտահայտությունը այսօր մենք կփորձենք մեկնաբանել 3 տարբեր մակարդակներում հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Միջազգային մակարդակում, երբ որ մենք դիտարկում ենք մեր բարեկամ Իրանի իրավիճակը, մենք հասկանում ենք, որ ամբողջ աշխարհում ցավոք սրտի ճարիքը հիրավի շատ է։ Այն արտահայտվում է միջազգային մակարդակում ագրեսիայով եւ տարածության ոլորտների, ազդեցության ոլորտների զավթմամբ եւ մյուս կողմից ամբողջ աշխարհի կեղծավորությամբ եւ երեսպաշտությամբ։ Բայց այստեղ նորից մենք կարդում ենք այս արտահայտությունը եւ մտածում ենք, ոչինչ, ճարիքը երկարատև չէ։ Մեր երկրի մակարդակում մենք նայում ենք մեր արտաքին վտանգները, որոնք որ ել ավելի շատացել են հիմա, երբ որ բարեկամ Պարսկաստանում պատերազմ է, եւ ըստ այդմ մեր հանդեպ ագրեսիան մեր ողերին թշնամու կողմից կարող է ել ավելի շատանալ եւ ել ավելի արտահայտվել, ու մենք հասկանում ենք այս արտահայտությունը եւ մտածում ենք, ոչինչ, երկարատև չէ ճարիքը, բայց նաեւ մենք պիտի հասկանանք, որ անկախ դրանից, որ երկարատև չէ, հիմա այստեղ եւ այժմ մենք պետք է այնքան զորություն ունենանք, որպեսզի պայքարենք եւ պաշտպանվենք։ Բայց ճարիքը տարբեր տեղերում է եւ դժվար չէ հայտնաբերել ճարիքը նաեւ մեզանում, մեր ներսում, եւ այդ ճարիքի գլխավորը նստում է շատ մոտիկ հանրապետության հրապարակում։ Եվ չնայած, որ այս արտահայտությամբ մենք հասկանում ենք նորից եւ նորից, որ ճարիքը երկարատև չէ, այստեղ մենք կարող ենք բացել այս արտահայտության բոլոր նրբերանգները։ Մենք ընկալում ենք, որ ճարիքը փոքր է մոծակի պես, իսկ բարին փղի պես մեծ է։ Բայց նաեւ մենք հասկանում ենք, որ ցավոք սրտի մոծակը իր փոքրությամբ եւ ստորությամբ հանդերձ կարող է մեծ ցավ պատճառել, կարող է թույն տարածել ամբողջությամբ եւ այդ թույնով հանդերձ տարածել նաեւ վարակը։ Եվ դրա համար չնայած, որ մենք հասկանում ենք, որ այն փոքր է մոծակի պես, մենք ընկալում ենք, որ պետք է զգուշանանք եւ դրա համար համարժեք պատասխան տանք, ինչպես կյանքում տալիս ենք մոծակներին իրենց պատասխանը, մոծակին։ Եվ այստեղ
նորից հիշելով, որ չնայած որ ճարիքը փոքր է, բայց կարող է վտանգավոր լինել, եւ չնայած որ ճարիքը երկարատև չէ, ինչպես այս արտահայտությունն է ասում, եւ այդպես վկայակոչելով Սանային մենք նաեւ ասում ենք, մենք պետք է հնարավորինս շատ զորանանք, այնքան զորանանք, որ ամեն քայլափոխին պայքարենք հանուն բարի, որպեսզի լույսը երբեք չմարի։